Վաղն առավոտյան Հայաստանի քաղաքասարակության 5 ներկայացուցիչներ պատասխան այցով Բաքու կմեկնեն, մասնակցելու համատեղ քննարկումներին։ Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին տեսակցություն, սակայն նախատեսված չէ, թեև նրանք նախապես նման ցանկություն էին հայտնել։ Ծրագրում այդպիսի բան նախատեսված չէ։ Դա նշանակում է, որ դեռ ադրբեջանական կողմը պատրաստ չի այդ հարցերին անդրադառնալ այն իմաստով, որով մենք ենք պատկերացնում։ Դա չի նշանակում, որ հարցը ընդհանրապես փակված է, մենք շարունակում ենք այդ հարցը քննարկել, քանի որ եթե խոսքը գնում է փոխվստահության մասին մեր հասարակությունների միջև, պարզ է, որ դա այն գործոնն է, որը այդ փոխվստահության վրա ազդում է։ Երկու երկրների կառավարությունների նախաձեռնությամբ ստեղծված փորձագիտական խմբերի Երևանյան հանդիպումը 1 ամիս առաջ կայացավ։ Այն սկանդալով ուղեկցվեց։ Պարզվեց, որ ադրբեջանական պատվիրակության կազմում էր 2022-ի վերջին Լաչինի միջանցքը փակած ակտիվիստ կինը։ Աղմուկ բարձրացավ։ Հայկական կողմից արձագանքեցին։ Միմյանց կազմերը նախապես չեն քննարկել։ Հայկական պատվիրակությանը տեղափոխող Fly1 ավիաընկերության օդանավ Nus Flight Radar 24-ի Բաքու կժամանի վաղն առավոտյան 10-ին։ Չարտերային թռիչքի ծախսերը Հայաստանի կառավարությունն է հոգալու։ Գործադիրն այսօր որոշեց 17.5 միլիոն դրամ տրամադրել, իսկ արդեն կեցության ծախսերն ադրբեջանական կողմը կիրականացնի։ Կառավարությունը որոշումը շատ կարճ է հիմնավորել, մեջբերեմ։ Կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ եւ ադրբեջանական քաղաքասարակությունների ներկայացուցիչների շփումները եւ կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ։ Ես կարծում եմ ծրագիրը այն է լինելու, այսինքն եւ քննարկումներ են լինելու 5-5-ի հետ եւ լինելու են հանդիպում պաշտոնական ներկայացուցիչի հետ։ Ինչ օրակարգ ունի վաղը մեկնարկող երկօրյա այցն ու ինչ սպասել։ Հայկական պատվիրակության անդամ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը փակագծեր է բացում։ Քննարկումների ընթացքում համաձայնեցվող հարցերը փորձագիտական խմբերը կառավարություններին պետք է ներկայացնեն։ Մեկ թեմայի շուրջ օրինակ արդեն մոտ են համաձայնությանը։ Կարծում եմ բավականին արագ Բաքվի հանդիպումից հետո կլինեն նաև կոնկրետ գործողություններ, դա մեդիա ոլորտի եւ տեղեկատվական միջավայրի ուղղությամբ համագործակցությունն է, խոսքը եւ այնպիսի բառապաշարի, այնպիսի տեղանունների եւ եզրույթների օգտագործումն է, որը չի առաջացնում փոխադարձ ջղայնություն, այդպես ասենք, եւ փաստերի ստուգման ուղղությամբ համագործակցություն, այսինքն համատեղ հայտարարություններ, եթե լրատվական դաշտում, պաշտոնական հայտարարություններում կամ քաղաքական գործիչների հայտարարություններում տեղի ունենում փաստերի աղավաղում։ Նավասարդյանի խոսքով Բաքվում կքննարկեն նաև հայ-ադրբեջանական սահմանազատումը։ Հայկական կողմում կարծում են, թե առայժմ պետք չէ անկլավ էքսկլավներին անդրադառնալ, այլ աշխատել այն հատվածներում, որտեղ հակասություններ չկան։ Դա չի նշանակում, որ անկլավների հարցը պետք է մոռանալ, դա զուգահեռ կարելի է մեթոդաբանության մասին խոսել, բայց դա չպետք է խանգարող հանգամանք լինի սահմանազատման գործընթացին այլ հատվածներում, ինչպես նշեցի։ Հայկական խմբի օրակարգում են նաև ճանապարհների ապաշրջափակման հարցերը, մասնավորապես, որ թրիփին զուգահեռ որոշակի անա նաև Նախիջևանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային կապի վերականգնման խնդիրը։ Օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնյան եռակողմ հռչակագրում նախ Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի ու Նախիջևանի միջև անխոչնդոտ հաղորդակցության մասին է գրված, ինչից հետո միայն Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելությունների։ Դա առավել մեծ օգուտներ կբերի հենց հայկական կողմին, որտեղ ադրբեջանականը արդեն բավականին օգուտներ է շահում Ադրբեջանի հիմնական մասից մինչև Նախճեվան։ Կարծում եմ դրա շուրջ փորձագիտական մշակումները եւ առաջարկությունները ինչպես անել, որպեսզի լինել համատեղ պլաններ այդ ուղղությամբ եւ հնարավորինս արագացվի գործընթացը, դրա շուրջ նույնպես կլինեն խոսակցություններ։ Հայկական խմբի կազմում են նաև քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանն ու իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։ Երևանի մամուլի ակումբի նախագահը պարզաբանում է, այդ խմբում լինելու առաջարկը կառավարությունն է արել, որն էլ իրենք ընդունել են։